լիրիկական լիրիկա ագրեսիվ այն տրամադրությունը։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր մենք խոսելու ենք տրանսպորտային խնդիրների վերաբերյալ։ Մեր հյուրերն են արդեն ճանաչում եք պարոն Արմեն Պողոսյանը, Սպառողների միության նախագահը, Գևորգ Դոստուրյանը, քաղաքացիական դիրքորոշում հասարակական կազմակերպության նախագահ եւ Վաչե Ավետիսյանը, տաքսու վարչապետ։ Պարոն Պողոսյան, հիմա տրանսպորտային խնդիրները գտնվում են եւ մամուլի եւ հանրության ուշադրության կենտրոնում, քաղաքացիական ակցիաներ են եւ այլն, բայց այսօրվա մեր հայտարարած թեման այդքան ուղղակի կապ չունի այդ 150 դրամների հետ։ Մենք խոսում ենք տաքսիների մասին եւ դատելով ըստ որոշ գնահատականների հաջորդ քայլը թանկացումների կարծես թե սպասում է տաքսիներին։ Ես կուզենայի դուք ներկայացնեք խնդիրը եւ հետո մենք կանցնենք հարցուպատասխաններ։ Բանն այն է, որ ամեն ինչը դա սիստեմային կերպով, համալիր կերպով իրար հետ փոխկապակցված են։ Տրանսպորտը տրանսպորտ է, դա տերմին է, իսկ քանի տեսակ կա եւ որոնք ինչ համամասնություններով պետք է աշխատեն, ինչպես պետք է կարգավորվեն, մենք սա ենք ուզում հնչեցնել։ Ոչ թե առանձին էլեմենտները դիտարկել, ամեն էլեմենտն էլ արժի դիտարկել, բայց համամասնության մեջ իրար հետ կապված են։ Եթե հայտարարում են, որ քաղաքային տրանսպորտը կթանկանա, իսկ միջշրջանայինը, միջհամայնքայինը չի թանկանա, այդպեսի բան չի լինում։ Եվ հայտարարում են, որ արդեն 5000 էլ ուր թանկանա, իսկ 5000-ը չի կարող դառնալ 7000։ Եթե մենք ասելով մեր պետությունը փորձում է ադմինիստրատիվ ու այլ եղանակներով ճնշել տնտեսության վրա, տնտեսագիտությունը ունի իր օրինաչափությունները եւ տնտեսությունը կպատժի նույն այդ մարդկանց, ովքեր որ ուզում են կամային որոշումներ կայացնել։ Դա մեր աչքի առաջ եղել է տրամվայի հետ կապված, որ կամային որոշումով ոչնչացվեց։ Հիմա կամային որոշումով ոչնչացվում է տրոլեյբուսը, բառի իսկական իմաստով, եւ ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար։ Հոգեվարքի մեջ է գտնվում տրոլեյբուսը եւ կամային ձևով մոտենալը մենք չենք թողնի, որ թանկանա ենթադրենք միջշրջանային, դա աբսուրդ է, թողնել չթողնել չկա, տնտեսությունը չի ենթարկում հրամաններին։ Ուրեմն տաքսու մաշին շատ կարճ կասեմ, որտեղ ավելի մասնագետներ են այստեղ նստած, ուղիղ կերպով կանդրադառնա տաքսու վճարի վրա եւ արդեն անդրադարձել է։ Այնպես որ ավելի լավ է այդ նախաբանը սրանով ավարտենք, ես նախաբանը նորից ուզում եմ նշել, որ սիստեմային համալիր մոտեցում մենք չենք տեսնում։ Մենք տեսնում ենք կարկատանային տնտեսական քաղաքականություն։ Այսօր այս խնդիրն ենք լուծում, վաղը այն ժամանակի մեջ կարելի է լուծել, բայց խնդրի լուծումը գնալով վատթարանում է։ Այն ինչ որ մենք տեսնում ենք։ Ավելի լավ է միգուցե Ուրեմն սկզբից տաքսուն կանդրադառնանք, հետո կանդրադառնանք նաև երթուղային տաքսիներին, այս թանկացման հետ կապված հարցերին։ Ուրեմն այս վերջի օրերին բավականին շատացել են մեր հասարակական կազմակերպության զանգերը, որ ուղևորները նստում են տաքսիներ եւ անհասկանալի գներ են լսում, ասենք վերջում, ասենք տաքսի տարիֆն են թանկացրել, մեկը 150 դրամ է հայտարարում։ Ասեմ, որ տաքսու գինը տարիֆը չի կարգավորվում տրանսպորտի նախարարության կողմից ընդհանրապես, ընդհանուր տարիֆ որոշված չի տաքսիների, ազատ թողել են շուկայի տրամադրությանը, ազատ շուկայական հարաբերություններ, չնայած մենք մի քանի անգամ առաջարկությամբ հանդես ենք եկել, որ որոշվի տարիֆ կամ մաքսիմալ շեմ տաքսու գնի համար, այդպիսի տարիֆ գոյություն ունի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, ասեն գոյություն ունի, մեր մոտ դա չի կարգավորվում, բայց ճիշտ կլինի, որ տրանսպորտի նախարարության կողմից կարգավորվի տարիֆը, կամ ֆիքսված տարիֆ որոշվի, կամ մաքսիմալ շեմ։ Ինչ ունենք այսօր տաքսու ոլորտում։ Տաքսու ոլորտում 2 ամսվա առաջվա տվյալներով օրինական տաքսիների քանակը, դա լիցենզավորման բաժնի տվյալներ են նախարարության, 9500 տաքսի գոյություն ուներ հանրապետությունում։ Դա օրինականների մասին է խոսքը, բայց որ դժվար չի այսօր որ դուրս գաք ցանկացած լրագրողները կամ ցանկացած մարդ նայեք, նույնքան էլ
եթե ոչ ավել, կտեսնեք նաև անօրինական սպիտակ համարներով տաքսիներ։ Եթե չվեշնենք 9000, վեշնենք 7000 էլ անօրինական տաքսի է աշխատում, ասենք։ Դա մոտավոր ուրեմն տաքսու ամսական վճարը 9500 դա արտոնագրային վճարն է, 5000 դրամ էլ սոցվճար է պետք է լինի, եկամտային հարկ է այսօր կոչվում։ Դա 100 միլիոն դրամ է անում ամսական։ Այսօր պետությունը ասենք երևի բյուջեն ասենք կարիք չունի այդ 100 միլիոնը։ Այսօր այդ գումարները չեն հավաքում։ Բացի դրանից տարեկան պետտուրքը 25000 դրամ, մի 175 միլիոն էլ տարեկան կտրվածքով է դա անում։ Մարտի 28-ին նախարար Բեգլարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ լիցենզավորման կարգ պետք է փոխվի, իրանք կառավարության որոշում ընդունեցին, չնայած ազգային ժողովում փոփոխություն պետք է անեին օրենքի մեջ, չեն արել մինչև հիմա, հույսով ենք չեն անի, այդ փոփոխությունով նախատեսվում էր վերացնել դեղին համարները եւ բուժզնման, տեղզնման պահանջը։ Չնայած հենց նույն հայտարարության ժամանակ 2 րոպե անց իր հայտարարությունից հենց երբ որ Պողոսյան Արմենն էր հենց հաշտվեց, թե գտնում եք, որ մեր համար ավելորդ շռայլություն է, անհրաժեշտ չէ այդ տեղզննում, բուժզնումը, նա ինքը ասեց, որ չէ, իհարկե շատ անհրաժեշտ բան է, բայց այսօր մեր բյուջեն չի ներում, չգիտեմ ինչի բյուջեի հետ կապես, դա բյուջեի հետ ընդհանրապես կապ չունի, դա տաքսի ծառայությունները, սերվիսները կամ անհատ վարորդները իրենց ծախսերով էին անում, եւ այդ հնարավորությունները սերվիսները ստեղծել էին, նա ասեց, որ ձևական բնույթ է կրում այսօր, ասենք իրականում տեղի չունենում, դրա համար էլ որոշել ենք վերացնել, չնայած տրամաբանությունը ստեղ կարծում եմ չկա, եթե ձևական բնույթ է կրում, միջոցներ են պետք ձեռք առնել, որ դա ռեալ կատարվի։ Օրինակ, ամրագոտիները մի 2 տարի առաջ բոլորիս մեքենաներում ձևական կախված էին, ոչ մեկ չէր օգտագործում։ Բավական էր ճանապարհային ոստիկանությունը վերահսկողություն սահմանեց, սկսեց տուգանել, ու այսօր բոլորս փաստենք, որ գոնե 70%-ով կիրառվում է, այսինքն ձևականից վերածվեց նորմալի։ Իսկ որ դա անհրաժեշտ բան է, այսօր այս վերջի ամիսներում բավականի փաստեր կան, որ այդտեղ զննում, բուժզննում է այդքան էլ ասենք շռայլ բան ճոխություն չի, դա անհրաժեշտություն է։ Նույն Ռուսաստանի մեր հայ վարորդի հետ կապված ողբերգական դեպքը ցույց է տալիս, որ մեքենայի անսարքություններ պատճառը, ոչ թե վարորդի մեղքը։ Այսինքն դա անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն է, եւ դա կարգի մեջից անելը դա, չգիտեմ, սենց սպառողների նկատմամբ առաջի հանցագործությունն է։ Դերին համարների հարցը նա մեկնաբանում էր, թե ասենք մարդիկ դժգոհում են, ասենք, որ դերին համարներով օրվա վերջին զնակը կարող են հանել եւ ասենք մեքենան հույր գնալուց որ չերևա, ինչ որ տաքսի է դա, բայց նույն վարորդները հենց հերկեցին, որ դա 10 տարվա առաջվա ակտուալություն ուներ, այն ժամանակ մեքենաների կողքերում կեսմետրանոց տարերով չէին գրում, ասենք, տաքսու անունը կամ ինչ, մի հատ վերևը պլաստմասայի զնակ էր դրած, այսօր քանի որ կողքերը ռեկլամա կպցրած կապ չունի համարը դեղին, ընդհակառակը ասում են մեզ այդ դեղինը պետք է թացը ճորից տարբերելու համար, օրինական անօրինականից տարբերելու համար։ Լավ, անցնենք այսօրվա խնդիրներին, այդ երթուղային տաքսիների հետ կապված։ Երբ որ նախարարին առաջի անգամ հարցրեցին, դեղերը չէր հայտարարված 150 դրամի համար, թե ինչ է կարծում գազի թանկացումը կբերի, ասենք փոխադրման գնի բարձրացման, ասեց օծի խելք պետք չի ունենալ, որպեսզի կռահել, որ գազի թանկացումը կանրադառնա գնի վրա։ Բայց նաև օծի խելք պետք չի ունենալ, կարծում եմ, որ հասկանալ, որ ժողովուրդն էլ այդ 100 դրամից ավել վճարելու հնարավորությունը չունի այսօր։ Նրա եկամուտները չեն ավելացել ժողովրդին, նույնն են մնացել։ Ստեղ լուծում էր պետք տալ հարցին, երևի իրանց պատկերացման լուծումը նա է, որ ասենք, եթե ինքնարժեքը բարձրացել է հաստատեն նոր գին բարձր, կարծում եմ դա չպետք է լինի լուծումը, հենց կառավարիչի հմտությունը նրանում պետք է կայանա, որ ասենք լուծումներ, այո, 100 դրամ թողնելով սնանկացման կգնան փոխադրող կազմակերպությունները, եթե իրոք շատ այնտեղ պահեստամասեր, յուղ, թանկացել է, իրոք չեն տեղավորվում 100 դրամի մեջ, բայց ժողովուրդն էլ չի կարող 100 դրամից ավել վճարի։ Լուծումներից մեկ օրինակ որը կարող է լինել, որ պետք է այս թանկացումները կային պահեստամասերի յուղի վաղուց դեռ կային ու այսօր վաղ թե ուշ այս խնդիրը պետք է առաջանար, նախարարությունում եւ քաղաքապետարանում վաղուց գիտեին, մեկ տարուց էլ ավել առաջ գիտեին։ Օրինակ լուծումներից մեկը կարող է լինել ստեղծել բաժնետիրական ընկերություն, որի օրինակները հենց Բերլինում կա, ասենք Ֆրանսիայում կա, շատ երկրներում պետության մասնակցությամբ, պետությունը
այսօրվա 600-ից ավել ավտոբուսներից 270-ը դա քաղաքապետարանի նվեր էր Չինաստանի կառավարությունից։ Նույն այդ 270 ավտոբուսներով կարող էր պետությունը մասնակցել, հրավիրել մյուս փոխադրողներին մեկին իրա 5 ավտոբուսով, 10 ավտոբուսով մասնակցեին այդ բաժնետիրական ընկերությանը։ Նույնիսկ հասարակ քաղաքացիները կարող էին ուղղակի գումարով բաժնետոմս գնել։ Դա գբերեր նրան, որ ասենք մեծ կազմակերպություն ունենալով 3000 մեքենա եւ պայստամասերը կարող էր ինքնուրույն ներմուծել եւ այդ յուղը ներմուծել, նույնիսկ ունենալ իր գազալցակայանները, ոնց որ սովետի ժամանակում կհիշեք մեծ գարաժներ ունեին իրենց բենզալցակայանները։ Դա գբերեր ինքնաժեկի վրա ազդելու հնարավորություն կտար, ցածրացնել, նվազեցնել ինքնաժեկը եւ ասենք գոնե 5% շահութաբերությունով աշխատեին։ Նմանատիպ լուծումներ էր պետք գտնել, ասենք, ոչ թե ուղղակի ասել թե նախարարը կամ քաղաքապետը թե լավ որ թանկացել է պահեստամասերն ու գազը, ուրեմն թանկացնենք սակագինը։ Բայց նայեք ժողովրդի եկամուտ դուք կարողացել եք ապահովել, ավելացնել, թե չէ։ Դակելով թե ասենք թանկացնում ենք, դա լուծում չի։ Հենց կառավարիչի հմտությունը դրանում պետք է կայանա, որ լուծումներ առաջարկի։ Այսօր ոչ մի առաջարկ չեն տեսնում իրանց կողմից, ոչ մի կոնցեպցիա չունեն։ Դուք խոսում եք նախկինում սենց առաջա տաքսիների թանկացման վերաբերյալ, ասացեք խնդրեմ հիմա այդ տաքսի գներն են, կարծես թանկացել են, խնդրեմ ասեք տվյալ դեպքում սրանք արտադրված թանկացումներ են, չէ՞ որ մենք հայտարարում ենք դուք ինտերնետի խոսքից եք բացարձակ, որ դաշտը, այսպես ասած, մենաշնորհ դաշտ չի, մի քանի լծակների ձեռքում չի կանանհատ տաքսիներ, հիմա սա ինչ է, տաքսի ծառայությունների գնի թանկացումը արդարացված է, սա նորմալ է, թե այստեղ էլ կարելի է մնալ 100 գրամի սահմաններում եւ չթանկացնել։ Տաքսում մասում ավելի հեշտ է լուծումներ գտնելը, իրոք, քանի որ այնտեղ մանապոլիզացված չի, ասենք մասնակիցների թիվը շատ է, դրա վերաբերյալ նույնպես պետք է ասենք նախարարությունում ասենք հրավիրվի խորհրդակցություն, ասենք եւ մեր առաջարկով որ որոշվի ֆիքսված գին, ելնելով բոլոր ասենք ինքնաժեքը նայենք թե ինչ գնագոյացում տեղում ունի, որոշի ֆիքսված գին, որ թե չէ այսօր անկախատեսելի է, ուղևորները ասում են լավ, ասենք երբ որ տանենք հնարավորություն ունենք, ասենք զանգահարելու մեր ուզած տաքսի սերվիսը, բայց մարդը պատահում է որ քաղաքում ես եւ ձեռքես բարձրացնում, պատահական կանգնացնում ես, ամեն մեկը մի տարբեր թվեր է։ Ընդհանրեն ձեզ ու հարց էսպես ձևակերպել։ Նախ եւ առաջ այս պահին մենք կարող ենք ֆիքսել, որ տաքսու գները թանկացել են, թե ոչ։ Որոշ բոլորի մոտ չեն կարող ասել, ոչ, բոլորի մոտ չէ, ասենք, երևի տեղյակ եք, ես կուզենայի մեր տաքսու վարորդին ուրեմն ներգրավել մեր զրույցի մեջ, հետևյալ տրամաբանությանը, որ կիրառում են արդեն շատ տաքսի ծառայություններ։ Եթե հիշում եք, առաջ այդ նստել ավարձը 500 դրամ էր, հետո դարձրեցին 600 դրամ։ Բայց մինիմալը։ Բայց քչերն են նկատել, որ առաջ այդ 500 կամ 600 դրամը դա նշանակում է 5 կամ 6 կիլոմետր անվճար ընթացք։ Հիմա նշանակում է, որ 600 դրամը վճարում ես, բայց անցնում են 4 կիլոմետր կամ 3 կիլոմետր։ Նույնիսկ 3 օր։ Այսինքն ըստ էության այդ թանկացումը այսպես գաղտնի քաշի քչացման այդ հացի հետ համեմատում կատարվել է։ Մենք կարող ենք դա ֆիքսել, որ իրականություն դա տեղի է ունեցել եւ դա կապ չունի գազի դրնի թանկացման։ Այո, կարող ենք դա ֆիքսել։ Հենց իմ ասածը նա է, որ պետքա նորմեր, չափանիշներ հենց մշակվեն նախարարության կողմից եւ բոլորի համար ընդհանուր լինեն այդ չափանիշները։ Այսօր նախարարության կողմից ընդհանրապես չի կարգավորվում այդ գնի հարցը տաքսիներին։ Նրանք ասում են թողել են ազատ շուկային, թող շուկան ինքը թելադրի, բայց կարծում եմ որ այդքան էլ ճիշտ չի դա։ Ենթադրենք բեռնատար մեքենան տաքսին թող լինի, ենթադրենք սահմանված գներ 250-ից 300 դրամ ենթադրենք բեռնատար նկատի ունեմ, հա, ասենք տաքսին շարքային լինի 100 դրամ, ես իմ դրանից թանկարժեք յուրահատուկ մեքենաները լինեն 200 դրամ, բայց ինչ որ սահմանված տարիֆներ լինի, որ բոլորն էլ իմանան ոնց է դա աշխատում։ Ինչքան պետք է վճարեն։ Դե գիտեք ինչ, հիմա նայեք, ախր այս հարցը ամբողջը գլոբալ է գալիս, հիմա ենթադրենք տաքսու վարորդը գնում է լիցքակայան եւ զարմանում է, միտեղ գրած է գազը 180 դրամ,
դրամ, կինոն այո ծնած։ Հա, միտեղ գրած է 240 դրամ։ Հիմա ինքը որից լցրեց։ Ինքն էլ է պատահական գնում լիցքակայում, մեկը տեսնում է գինը տեղ թանկ է զապրավկանում։ Նույնն էլ պայստամասերը, գնում է մի խանութ, ենթադրենք տվյալ մի արժեք արժի 1000 դրամ, մեկ ուրիշ խանութում 2000 դրամ, ինքն չի կարող կողորոշի իր 100 դրամի մեջ, իր մեքենան արդյոք կարա պաշտպանի, համ աշխատի, համ սպասարկի։ Ոնց որ յուղը, չիմացանք ոնց օրինական թե անօրինական թե ոնց, շատ բարձր է վերջի 8 ամսվա ընթացքում, թե ակումուլյատորի Այո, դրանք թե յուղերը տենց ահավոր թանկացավ, ոնց ինքը սպասարկի իր մեքենան, դա էլ կա, այդ հարցն էլ կա, մյուս կողմն էլ կա։ Հա, այդ բոլոր հարցերը հաշվի առնելով կա հաշվարկներ։ Կա, ինչի՞ չէ։ Ինչպես ասեց պարոն Դոստուրյանը, եթե ստեղծում է կազմակերպություն տաքսի սերվիսներ, որոնք որ իրանց ներսում կընդգրկվեն, ասենք, իրանց լիցքակայանը, իրանց պայստամասերը, իրանց բուժ կենտրոնը, այդ ժամանակ 100 դրամը կարելի է շատ հանգիստ պաշտպանել։ Չէ, առանց այդքան մեծացնելու տաքսի սերվիսներ, առանց լիցքակայան ունենալու հնարավորություն տաքսում ասում հնարավոր է, ասենք 100 դրամի սահմաններում պահել, ասենք, կիլոմետրի արժեքը, բայց իհարկե այստեղ իրոք աշխատանք ունի տրանսպորտի նախարարություն անելու, այս վարորդ աշխատում է օրինական, ասենք, ասում է, ուրեմն, տեսչությունը այսօր դուրս է գալիս, ասենք, ստուգայց անելու, նախ այս վերջի 4-5 ամսում ընդհանրապես տրանսպորտի տեսչությունը համարյա թե չի աշխատել, 1-2 օր երևի այս 4-5 ամսվա ընթացքում, այն էլ դուրս է եկել տեղին համարով օրինական տաքսիների հաշվիչներն են մենակ ստուգել։ Վարորդներ կան եկել բողոքում են ասում են դիմացս մի քանի հատ ասում սպիտակ համարով անօրինական տաքսի է կանգնած, նրանց բան չեն ասում, մոտենում են։ Այ երբ որ դաշտը գոնե մի քիչ կմաքսեն, թեթևան, չենք ասում այդ այն սպիտակ ցանկանում են տաքսի վարել են մյուսներն, թողան այդ օրինականացնեն, լիցենզիան ստանան, աշխատեն, բայց դաշտը երբ որ մի քիչ կարգավորեն, այս մարդկանց գործները երևի մի քիչ կավելանա ու այդ 100 դրամի սահմանում հնարավոր է, տաքսում մասով հնարավոր է գինը պահել։ 100-ի մեջ հնարավոր։ Լավ կառավարման, լավ ասենք կարգավորելու դեպքում տաքսում մասով հնարավոր է։ Պարոն Դոստուրյան, խնդրում դուք նշեք այն պարագաները, որ դեպքում ներկայացում, հա, տաքսին կարող է արժենա 100 դրամ։ Այդ դուք դուրս զննումը եւ մնացած նշեցիք, խնդրում եւս մեկ անգամ։ Որ դեպքում տաքսին կարող է արժենալ 1 կիլոմետրը 100 դրամ։ Դրանց ինչ պետք է։ Հենց այսօր էլ տաքսիների, ասենք, կարելի ասել որ 80%-ը այդ գնով էլ աշխատում են։ Ուղղակի մեր ճիշտ նշեց, ասենք, այնտեղ մի քիչ թերացումներ կա իրենց կողմից այդ մինիմալի հարցում, մեկը 3 կիլոմետրից ասարկել, ասենք, մեկը 4, արդեն այնտեղ մի քիչ 100-ից անցնում է։ Ստեղ միայն, ես ասեմ, միայն տեսչության աշխատանքի դեպքում վերահսկողությունը որ լինի, առանց ուրիշ պայմաններ փոխելու, տաքսին հնարավոր է 100 դրամի սահմանում պահել։ Տեղավորվի տաքսին, ասենք, շահույթով կաշխատի գոնե, ասենք, 10-20% շահույթով հնարավոր է հենց 100 դրամով աշխատի, եթե տեսչությունը ճիշտ աշխատի ու ոլորտը կարգավորի։ Ուրեմն ասեմ, այսօր որ դուրս եկա այդ սպիտակ համարով անօրինական տաքսիները որ կան, դրանց մի մասը այն մարդիկ են, որոնք երբ որ զգան վերահսկողությունը կգան լիցենզիա կվեշնեն, իսկ մի մասն էլ դրանց կեսը։ Դրանք են, որ դա երկրորդ գործ է իրանց համար։ Օրինակ հրշեջական ոստիկանը, ասենք, մի օր սմենյա երկրորդ տունն է, տաքսուզնակը դնում է մեքենային տաքսի ակշում, ասենք, այ նրանք են, որ չեն գալ, այ դրանք որ դաշտից մի քիչ կմաքրվեն, այսօր Երևան քաղաքում երևի 20,000 մոտ տաքսի աշխատում, որից կեսը անօրինական։ Դե մի քանի տարի առաջ էլ Մարգարոհանյանն էր գայի պետը հայտարարեց 18,000, այսօր մոտ մի 20,000-ի կարգի տաքսի կա, որից կեսը անօրինական է։ Այդ կեսը կգա կվերցնի, ասենք 5,000 լիցենզիա, այն մի 5,000-ը դուրս կմնա, ասենք շուկայից, արդեն երկրորդ, որոնց համար դա երկրորդ աշխատանք է, ասեցի, արդեն մեծ մասը ոստիկաններ են, Գոնե ասենք կավելանա այս մարդկանց աշխատանքը եւ 100 դրամի մեջ իրանք արդեն կտեղավորվեն, թե չէ այսօր։ Եվս մեկ հարց է։ Համեցեք։ Պարոն Թովմասյան, դուք որպես կառավարողների ինքնին նախագահ, այնպես ասեք, հաճախ եք հավանաբար օգտվում տաքսի ծառայություններից, սպառողների կողմից, հա, ինչ գնահատական կտրվի այսօրվա տաքսի ծառայության վիճակին, ինչպիսին ենք մենք։ Վատ։ Մի բառով, իսկ ավելի ստույգ։ Ամենակարևոր առաջի պարամետրերը, որոնք չեն պահպանվում։ Մեկը ունի հաշվիչ, մյուսը չունի։ Դա չեղավ քաղաքային տրանսպորտ, դա եղավ դուքյան, դա եղավ գերական ինչ-որ մի վիճակ։
Դա պետք է բացառվի։ Երկրորդը, այդ հաշվիչները պետք է մի տեղում անցնեն ստուգաչափում եւ բոլորը նույն կանոններով եւ վարորդը կամ այդ ձեռնարկությունը չունենա հնարավորություն ազդել այդ մեջի հաշվարկի, մեկը 3 կիլոմետր, մեկը 5, պետք է մի անգամ դրվի եւ կապարակ կնքվի։ Առանց դեղին համարանիշի ավտո դա աբսուրդ է, մեղմ ասած, դա հանցագործություն է։ Ես չեմ կարող նստել հանցավոր մեքենա եւ իմ փողը տալ հանցավոր կազմակերպությանը։ Դրա մասին շատ է ասված։ Դա խոսում է օրինականության մասին տաքսիների։ Դա ինձ համար անհարմարություն է։ Ես նկատի ունեմ գինը։ Այսօր ձեր դիտարկմամբ տաքսի ծառայությունները աննշան են բարձրացվել թե պատասխան եմ իմ դիտարկումները։ Գծի տերերը ուռճացնում են իրենց գները ծառայությունները։ Խոսքը տաքսում ասում է։ Գինը։ Բանն այն է, որ փող կապակցված է։ Եթե տաքսիները շատանում են, ուրեմն վճարունակ մարդկանց թիվը շատացել է։ Դրանք շատ են շատացել, չէ՞ մենք դա տեսնում ենք։ Բայց մենք գիտենք, որ մեր երկրում կա մի խավ, դա 10-ից 12% է, որի համար ոչ մի գին եւ սակագին նշանակություն չունի։ Իսկ մեզ հետաքրքրում են այն մարդիկ, որոնք են մյուս 88%-ն են, որից 40%-ը աղքատության շեմում կամ աղքատության շեմից ներքև է։ Մենք չենք կարող այդպես մոտենալ, թե ոչինչ, ինքնակառավարող համակարգ է։ Վճարունակը կնստի, անվճարունակը չի նստի։ Չի կարգավորվում, չի մոտ այդ համակարգային մտածում չկա։ Իսկ գնի վերաբերյալ, այդ իմիկվա գործող 100 դրամին մենք համակերպվել ենք։ Բայց հիմա մեր վրա գալիս է հերթական հարվածը թանկացման ձևով, հենց տաքսում, որը մեր վճարունակությունից ելնելով անընդունելի է։ Պատասխանեցի ձեզ։ Կարծում եք դաշտը ինքը իրանով այսպես բալանսի կգա, այսինքն ես չեմ կարծում, ես հստակ գիտեմ։ Ոչ, ինքը իրանով չէ։ Ես ոչ թե կարծում եմ, այլ հստակ գիտեմ։ Կառավարման արվեստը ստեղծել է Նորբերտ Վիների ժամանակ։ Ինքը իրան մենակ ջուրն է հոսում։ Մարդկային քաղաքակրթության մեջ ինքն իրան բաներ չկան։ Առանց կառավարելու, առանց կոորդինացնելու չի լինում։ Իսկ այն մարդիկ, որ ասում են տնտեսությունը ինքն իրան, նույնպես կառավարման էլեմենտներ պետք է լինեն։ Ես հավաստիացրեց, որ ընդհանրապես լավագույն դեպքում 20% տաքսի ծառայություններն են իրենց գինը, թանկացրել, 100-ից 20 դարձրել։ Ժամանակի ընթացքում կշատանան։ Նրանք արդեն այսպես կհասկանան, որ դաշտում միևնույն է մեծ մասը 100 գրամով են ծառայություն մատուցում։ Ես կարծում եմ հակառակ, այն մյուս 80%-ը կհամալերի այս 20%, այսինքն մյուսներն են կշատած, կավելացնեն, սակայն։ Հիմա պատասխանում եմ ձեզ և մեզ։ Ես Նորբերտ Վիների մասին իզուր չասեցի, կառավարման արվեստը և գիտությունը ստեղծված է վաղուց։ Մեր քաղաքում, եթե չասենք հանրապետություն, չի կիրառվում այդ կառավարման արվեստը։ Մենք պետք է Կորեայից հրավիրենք քաղաքապետ։ Կորեայից։ Այնտեղ տիրապետում են կառավարման արվեստը։ Մենք ընտրել ենք Ավագանի, ընդամենը մի քանի ամիս առաջ։ Փող է ծախսվել, ժամանակ, էներգիա, փող է ծախսվել։ Ինչ են անում։ Բացի մեզ արհամարելուց, ուրիշ ինչ են անում։ Միշտ միայն ի վնաս ժողովրդի, եթե հնարավոր է ելույթ են ունեցել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, բոլորին հայտարարել անվստահություն եւ ուղարկել տուն, բացի միջազգային գրոսմայստերից։ Բացի միջազգային գրոսմայստերից։ Ուրեմն մի րոպե։ Ավագանին ավելի բարձր մարմին է, քան քաղաքապետ։ Ավագանին որոշումներ է կայացնում, որը կատարում է քաղաքապետը։ Սխալ ենք ընտրել։ Այդ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե իրանք որ քաղաքում են ապրում։ Եթե մեր երիտասարդները փետրվար ամսին նստած են, որպեսզի փրկեն մի պուրակ, եւ Ավագանում ներկայացուցիչը կարկառուն առաջի կարգով նստող, ասում են «Պաշլի անի»։ Մեր երիտասարդները, տղաներ ու աղջիկներ փետրվար ամսին գիշերը նստեցին եւ փրկեցին։ Հիմա մենք տեսնում ենք այդ ընդվզումը։ Սա շատ ճիշտ է։ Սա միակ ձևն է։ Երիտասարդները նախաձեռնեցին, սա պետք է տարածվի, իսկ լուծումներ կան։ Լուծումներից մեկը արդեն ասեց, ստեղծվում է բաժնետիրական ընկերություն
եւ ես էլ կլինեմ այդ բաժնետիրական ընկերության ղեկավարը ու կտեսնենք ինչպես կաշխատի։ Մի հարց թույլ կտակ ես տամ։ Լրագրողները երևի ավելի լավ կիմանան։ Այս ժամանակակից աշխարհում որ պետությունում նկատած կնեք, որ չինովնիկները պարտիական պատկանելիության նշանները անպայման դոշներին կրեն։ Ես երեք նայում էի, հա, իհարկե չի արգելվում, բայց ես երեք ինքս փորձեցի մտաբերեմ, ասենք Չինաստան, Սևերնի Կորեա, մեկ էլ բոլոր իսլամական երկրներում մեկ էլ 20-րդ դարի, ասենք 30-40 թվերին Գերմանիայում էր, հա, մեկ էլ մեր նայում էի երեք սա բոլոր քաղաքապետ, տեղակալ, բոլոր այդ հանրապետական նշան։ Ուրիշ տեղեր չկարողացա մտնել, դուք կարաք մտաբերեք ուրիշ, բացի այս թվարկած։ իսլամական շատ երկրներում կրում են իրենց։ Դա պատվավորական, հա, դի հպարտանա, թե ինքը որ իսկ եվրոպական պատկանում։ Ռուսներն էլ իրենց ազգային մի քիչ անցնենք ցիվիլ երկրներին։ Պարոն Պողոսյան, դուք եւ պարոն Ոստուրյանը նշեցին, որ այսպես ասած տաքսիների այդ շուկայի դաշտի չարիքը սպիտակ պետհամարանիշով մեքենաներն են չլիցենզավորված, բայց ինձ հետաքրքրում է արդյոք դա է ամենամեծ խնդիրը, թե այն, որ այսօր մենք գիտենք, թե հայտնի խոշոր տաքսիների հոլդինգները, այսպես ասած, ում ձեռքում են ու են պատկանում, եւ նրանք թեև դերին պետհամարանիշներով են, բայց մենք իրականում չգիտենք իրենք ինչքան հարկ են վճարում, արդյոք խտրական բան չի ստեղծվում մրցակցային դաշտում։ Ես կուզենայի նաև վարորդը խոսեր այդ մասին, ինքը չի զգացել այդ դաշտում տարբերությունը իր վրա ինչքան է նստում, իրականում ծախսը նրանց վրա ինչքան է նստում։ Խտրականություն այդ առումով նկատում եք, թե չէ։ Մեծ սերվիզների պահով, օրինակ մի հատ մեծ սերվիզ իրենց վերաբերյալ, վերջերս մեկ ամիս առաջ հենց Արմենիա հեռուստատեսությունով այդ նախկին վարորդներից մեկը ներկա էր Արմենիա հեռուստատեսությունում Կարեն Քոչարյանի հաղորդումներ պատրաստ։ Ընդամենը 21 օր էր աշխատել այդ սերվիզում, 20 օր աշխատել էր, 21-րդ օրը վթարի էր ենթարկվել։ Պատճառը գերհոգնածություններ եղան։ Ինքը աշխատել էր իր խոսքերով առավոտվա 9-ից մինչև գիշերվա 2-ը 3-ն էր աշխատել։ 21-րդ օրը արդեն չէր դիմացել, գիշերվա 3-ին աչքերը փակվել էր, լավը ուրևոր չէր եղել մեջ է։ Գնաց է Դավթաշյանը խփել էր մի հատ ստոլբայի, շուղեր եկե մեքենան, այդքանից հետո էլ տնօրենը ասել էր $1500 կբերես մեքենայի սարքելու փողը, նոր դոկումենտները կտան։ Նոր կողքից վարորդները հուշել էին, թե այդ մի 1000 դրամ էլ ավել որ տալիս է իր մուծում էր, դա կասկո ապահովագրության փողն էր։ Այն իր փողը ապահովագրությունից ստացել է, կարաս չտանես այդ։ Այդ չէ, տենց հետո ասել լավ $1500 մի բեր, 150,000 բեր դոկումենտները կտան։ Մարդիկ այդպես պատմում էր հեռուստատեսությունը։ Դուք ճիշտ հարց եք պատասխանում ու դրա պատասխանը մեկն է։ Այո, դա կա։ Կան խոշորներ, որոնք ճնշում են թույլերին, կա խտրականություն, դե բոլորս գիտենք։ Մեր մոտեցումը, ես որ ասում եմ կոորդինացնել, համակարգային մոտեցում, եթե դա կիրառվի կնեղանա հնարավորությունները այդ գեր օլիգարխների։ Չի վերանա, բայց էապես կնեղանա, իսկ բացարձակ բան չկա աշխարհում։ Գոնե այս չափով, ինչքան որ մեր առաջարկները կկիրառվեն, այսքան չափով էլ կնեղանա։ Եվ այդ անվերահսկելիությունը, անպատժելիությունը, ով չգիտի, որ այդ երթուղու տերը կարող է լինել ով, կամ գեներալ, կամ ազգային ժողով, կամ կառավարությունում նստած, մենք ոչ մեկս ի վիճակի չենք։ Նույնիսկ եթե մենք ձեռնարկենք վարկային փողերով եւ այլն, մեզ դուրս կմղեն շատ հեշտությամբ։ Այդ իրենց հնարավորությունների անպատժելիությունը էապես կկրճատվի։ Եթե բալանսային կլինի, եթե կառավարումը կլինի կոորդինացված։ Ես շատ բան ունեմ ասելու, բայց ես երկու հարց ունեմ, պարոն Պողոսյան, առաջինը ավելի շատ տեղեկություն է մեր թղթակիցներից մեկը տաքսի սերվիսների հետ հարցազրույցների ժամանակ ստացել էր այսպիսի պատասխան, որ նրանք պատրաստվում են արդյոք թանկացնել, թե ոչ, շատ պարզ պատասխան էր, որ մեր փոքր տաքսի սերվիս է, մենք սպասենք, մինչև մեծերը թանկացումը կանեն, մենք հետո դրանց հետևից տրամաբանական է։ Դա տրամաբանական, իրոք տրամաբանական գործընթաց։ Բայց վաբշետ տրամաբանական է, որ իրանք հակառակը, հələ մի բան էլ 10 դրամով իջացնեն ու բոլորը կվազային նրանց։
Եվ երկրորդ հարցը, որը որ կարծես թե բարձրացել է, ես մի փոքր չեմ պատկերացնում, բայց լավ կներ դուք մի հատ փորձեք պատասխանել այդ հարցին, ընդունենք տնտեսվարող սուբյեկտը ինչ որ գների պատճառով չի տեղավորվում իր նշած գների մեջ, Այդպես էլ կա։ հայտ է ներկայացնում, ասում է եկեք թանկացնեմ, հայտը մերժվում է։ Արդյոք դա չի նշանակում, որ պետք է լինեն նոր մրցույթներ, որ այլ տնտեսավարող սուբյեկտներ այլ կազմակերպչական կառուցվածքով գուցե կարողանան այդ պայմանները բավարարել։ Եթե ինքը հրաժարվի նախկին գնով աշխատել։ Պատասխանում եմ։ Դա այդպես էլ նախատեսված եւ քաղաքապետարանում ինձ անձամբ դիմել են բազմաթիվ անգամ։ Կարող եք ներգրավել, համոզել, որ նոր ձեռնարկատերեր դա կարգն է, դա կա, բայց տնտեսական օրինաչափությունները իրենց տրամաբանությունն ունեն։ Եթե պայմանը սա է, Պետրոսը գնա, Պողոսը գա, միևնույն է պայմանները նույնն են։ Իհարկե այդպես է կարգը։ Մենք կարող ենք դադարեցնել ցանկացած պայմանագիր երթուղու, ազատես դու, կգա մեկ ուրիշը։ Բայց այդ մի ուրիշը նույն պայմաններում է աշխատելու, չէ՞։ Ես հասկանում եմ, Ձեր ասած դուք ուզում եք ասել, քանի որ իրան իմաստը ես 100-ով չեն կարողանում, միգուցե մյուսները կարողանան 100-ով։ Մեզ թվում էր, օրինակ ինձ անձամբ թվում էր, որ կա բավականին սուր մրցակցություն, թե այս գիծը ում պատկանի։ Այո, այո։ Եվ եթե դա իրոք թողնվի ազատ շուկայական պայմաններին, հաստատ ուրեմն կհայտնվի ինչ որ մեկը, որը կասի ես 90 դրամով եմ ուզում սպասարկել այս գիծը։ Հասկանալի է, իրոք մի քանի տարի առաջ դա մեծ շահութաբերություն ունեցող, ասենք, վերող գործ էր։ Այս վերջին մի քանի տարում հիմա ասում եք, ինչա, միթե վնասով են աշխատել։ Չէ, մի կերպ զրոյով աշխատել, իրանք հույսով, որ հես այս ընտրությունները կանցնի, թույլ կտան արդեն թանկացումը եւ տեղը կհանեն։ Դա տաքսի ծառայության մասն է։ Չէ, երթուղային տաքսիների։ Ասենք մի 8 տարի աշխատել են մեծ շահույթով։ Լավ, այդ 2 տարին է յոլային, այս վերջի 2 տարին է յոլային գնացել մի կերպ զսպելով իրենց, որ հես ընտրությունները բանը կանցնեն, թույլ կտան տեղը կհանենք այս 2 տարվա։ Այդ է եղել դրամաբանությունը։ Թե չէ մյուսն էլ որ գա, այսօր 100 դրամ քիչ է այսօր իրական։ Ես մեզ վերադառնալ տաքսիներին եւ այսպես հասկամ, երբ որ հացի գինը մենք ասում ենք չի դա չի փոխվել, բայց քաշը ցուցել են եւ գինը նույնն է թողել, մենք խոսում ենք այն մասին, որ հացի գինը թանկացել է, արտակ չի թանկացել, իրականում թանկացել է։ Երբ որ մեզ մոտ 5 կիլոմետրը 500 դրամ էր նվազագույնը, մենք գիտեինք։ Երբ որ իջեցրեցին, դարձեցին 600 դրամ, դա են գիտեն։ Հիմա ինֆորմացիա կա, որ իջեցնում են 4 կդառնա 3-2 կիլոմետրը 600, 4 կիլոմետրը 700 դրամ, այսինքն ինչու ես օրինակը բերեցի, ոնց որ քաշն են փչացնում, մենք նվազագույն ենք իջեցնում։ Այս մասին խոսվել է։ Իջեցնում ենք, չէ, ուզում եմ իմանամ ինչ կարելի, ինչ կարող է անել հասարակ քաղաքացին, երբ որ իրեն հաստի առաջ են դնում։ Դա մի հարցն է, մի քիչ հետո մյուս հարցը Արդեն որպես պարող։ Ասեմ, դուք մեկը դուք եթե նկատեք վաղը այդպեսի դեպք ու զանգարեք նախարարություն, որ բողոքեք, ասեք, թե այս վարորդը, ասենք 3 կիլոմետրից է իր մոտ ինչ 700 դրամ գցել, պատժեք, նախարարությունը նույնիսկ չի կարող պատժել, որտեղ իր կողմից չի կարգավորվում այդ գինը, նա չունի պայմանագրով պարտադրած մի գին, ասենք, որ ասի թե ինչի ես խախտել այդ գինը, սակագինը, ինչի ես խախտել։ Սպառողները այս ոլորտում Անպաշտպան են, այո, արձանագրենք, իհարկե։ Ես հարց, չէ, մի րոպե ես երկրորդ հարց ստամ վարորդին, ես Խաբրիցի ձեզ առաջին անգամ տեսնում ոչ մի բան մեջ չեմ կասկածում, հարցս հետևյալն է։ Արդյոք տաքսիների վարորդները ունեն տարբեր չիպեր, որոնք 100 կիլոմետր կամ 5 կիլոմետր 5 կիլոմետր 150 դրամ են հաշվում, այսինքն դու տեսնում ես արդեն ցուցիչի թիվը, բայց այդ ցուցիչի թիվը կազմված է ոչ թե նրանից, որ 100 կիլոմետրը, ինչպես է 5 կիլոմետրը 500 դրամ է, այլ կիլոմետրը 100 դրամ։ Հա, կիլոմետրը 100 դրամ է, այլ կիլոմետրը 150-ով է ցույց տալիս։ Այսինքն դու չես տեսնում որպես սպառող ինչ չիպ է դրված, դու վերջնական թիվն ես տեսնում։ Այդպես հնարավոր է խախտել եւ տաքսու ղեկավարությանը եւ սպառողին։ Կա այդպիսի չի բացառում որպես հնամաշ ապրանք եւ տենց խարդախություններ, դա չի բացառում։
Այսինքն այս գծով էլ է սպառողը անպաշտպան։ Այո, ելի վերահսկություն պետք է լինի դրանց։ Այդպես չի։ Սերվիզին չեն կարող խաբել, քանի որ հաշվիչի մեջ այդ հիշողությունը մնում է, բայց սպառողին կարող են։ Բայց եթե իրենք չիպ են փոխում։ Հա, եթե Արագացնում են։ Չիպ են։ Հա, եթե փոխում է, այո, նաև սերվիզին կարող են խաբել, այո, եթե չիպը փոխում է, այո։ Ինչ է պետք անել։ Այս վերջի հաշվիչներ օրինակ առանց չիպի են, այդ հնարավորությունը չունեն։ Այսինքն կան եւ չիպով եւ ոչ չիպով։ Եթե պարտադրենք, որ ոչ չիպով հաշվիչներ, այսինքն այդ փոխելու հնարավորությունը չլինի եւ միջամտություն չկարողանա անի վարորդը այդ հաշվիչի մեջ, դրանով կա դա հնարավորությունը կա։ Մենք ունենք տեղական արտադրող հաշվիչների, որը դա կարող է ապահովի, որ այդ միջամտություն վարորդի կողմից չլինի հաշվիչի նկատմամբ։ Դա հնարավոր է։ Բայց վերահսկողությունը պետք է լինի։ Այսինքն բոլոր դեպքերում սպառողը բացարձակ անպաշտպան է այդ ոլորտում։ Բայց դրա մեխանիզմները դժվար չեն, գաղտնիք չեն, կան, ուղղակի պետք է նստվի եւ ասենք նախարարությունում դա կարգի մեջ մտցվի, օրենքի մեջ մտցվի։ Մենակ սպառողը դրա մեջ չի անպաշտպան եւ անպաշտպանա որ պատահական կարող է սպիտակ համարներով մեքենա էլ օգտվի եւ չիմանալով թե վարորդը ինչ նպատակներ ունի, ինչ հիվանդության դեր է, կարող է ամբողջ գիշերը Առողջական նարկոման։ Այսօր էլ որոշել է պրակատայոս եւ կարող է հաճախորդնել ոնց են ասում մի կետից մյուս կետը տեղ չհասնի իր առողջականի հետևանքով որը որ դրանց ստուգում չկա կոնտրոլ չկա Հիմա հարցս մի հարց կա ով է չկա Բարոյորդը սպասում, այո։ Ինչու է այդ ոլորտը չի կարգավորվում ում է դա ձեռք տալիս մենք շատ հետամնացի Պատասխանեմ։ ասել դրան թե դա ինչու մեկի ձեռք է տալիս Պարոն Բեգլարյանը ասաց որ այդ մարդիկ էլ պետք է ապրեն որը որ չունեն հնար բայց մի կետ մեքենա ունեն հին թե նոր այդ մի կետ պիոլա գնեն Դա պոպուլիստական։ Բայց դա գարանտիա չի տալիս որ որակով կսպասարկվի եւ անփորձանք կսպասարկվի Պատասխանեմ։ Մեր երկրում գործում է գիլյոտին ծրագիր Solution կազմակերպության կողմից դանիական փողերով շատ լուրջ փողեր են եւ մամուլը արդեն գրել է այդ կազմակերպությունը լիբերալիզացման քայլեր է անում Գիլյոտինը գիտեք ինչ է նշանակում Մեր երկրում մոտ 26000 օրենք եւ օրենսդրական ակտ կա եւ որոշ կճված վիճակ կա եւ այլն որպեսզի բարձրացնի բայց լիբերալիզացումը պետք է սահման ունենա անկառավարել թողնելը ես կողմ եմ լիբերալիզացմանը բայց մինչեւ որոշակի սահմանը հիմի առանց այդ էլ անկառավարելի է ավելի հեշտ այդ լիցենզիայից ազատել բուժումից ազատել եւ այլ այդ ամեն ինչը գնում է հակառակ ուղղությամբ Կարծում եմ, որ պատասխանեցի ձեր հարցին։ Կոնկրետ Սա է մեր տնտեսական։ որ մենք այդ ոլորտը չի կարգավորում։ Եթե Ով է պայմանավորված, դա որ ոլորտը Օրենք փոխելու համար մենակ այնքան գումար ստացան, միլիոնի չափ գումար ստացան այդ օրենքը, ասենք, մշակելու համար, գրելու համար։ Այդ էլ քիչ չի արդեն։ Եվ վերցրեցին ուղղակի, նայեք, եվրոպացիները ելնելով իրանց հնարավորություններից, իրանց կյանքից, վատ բաներ չեն թե իրանց մոտ վատ Նայեք, ասենք նրանք ասում են թե տեղ զննումը կարելի ասենք տարին մի 3-4 անգամ անել, ոչ թե ասենք շաբաթը մեկ, իրանց մոտ ամենաշատը տաքսի ոլորտում 4 տարեկան է մեքենայի տարիքը իրավունք ունի 4 տարեկան է։ Մեր մոտ 15 եւ ավելի տարիք ունեն մեքենաները։ Չի համապատասխան։ Մեր մոտ իրոք դրա կարիքը կա, ասենք գոնե շաբաթը մեկ տեղ զննման։ Նրանց մոտ ապահովագրական ընկերությունների միջոցով այդ առողջական վիճակը վարորդի կարգավորում է։ Մեր մոտ չկա դա, մեր մոտ իրոք կարիք կա, որ այդ ստուգումը լինի։ Այսինքն եւ եվրոպական կյանքին, կենցաղին համապատասխան, ասենք, օրենքը վերել այսօր Հայաստանում կիրառել, երբ որ բարձրացնես այդ մեխանիզմները ստեղծել, ասենք, նոր մեքենաներ գործեն տաքսու ոլորտում, միգուցե ճիշտ է, բայց այս պարագայում ճիշտ չի։ Այդ մենակ օրենքը գրելու համար միլիոնի կարգի փող տրվել արտասահմանից, ինչ է, մենակ կարելի է մենակ այդ միլիոնի համար այդ ամեն ինչ անել։ Շատ լավ, համեցեք։ Պարոն Պողոսյան, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, ասացիք, որ նախկինում երիտասարդները, աղջիկները եւ տղաները կուտակի հարցում նստելով կարողացան արձանագրել որոշակի դրական Հայլում գործ արեցին եւ արդյունքը ունեցան։ Այո։ Շնորհակալություն։ Այսինքն այստեղից կարող ենք անել որոշակի հետևություն կամ եզրակացություն։ Այն, որ որոշումները օրենքներ դառնում են եւ օրենքներ դառնում են միայն ժողովրդի կողմից կենսագործվելու հետևանքով։
Այստեղից կցանկանայի հարգելի բանախոս, որպեսզի դուք ասեք, հնարավոր է ներկայիս ընդվզման շնորհիվ Պատասխանում եմ այո։ ֆիքսված 150 դրամ սակայն Արդեն պատասխանեցի, այո։ Այո։ Պատասխանեցի։ Կարող եմ ավելի ընդարձակ պատասխանել։ Այո, շնորհակալություն։ Սա շատ կարևոր։ Շատ լավ, բայց ձեր հարցից բխում է եւս մեկ հարց։ Չէ, ես հարց չեմ տվել։ Ձեր պատասխանից է բխում հարցը։ Մենք տեսնում ենք այս քանի օրը, որ տարբեր ինքնաբուխ ձևով տարբեր տեղեր երիտասարդների կողմից տարբեր ակցիաներ են կատարվում ոչ հարվիսունի լրատվամիջոցների եւ այլն։ Սակայն օրինակ մեր տվյալներով 3 ինցիդենտ է գրանցվել, որ ոչինչ։ Ձեր հարցը ես հասկացա։ Ձեր հարցը ես հասկացա։ Դա որևէ ձևով անդիմադի դաշտը կամ քաղաքական ուժերը կարծես թե հեռու են պահում իրան հեսա։ Դուք ձեր հարցին պատասխանեցիք։ Ինչու՞։ Հենց ցավն է դա, որ քաղաքական ուժերը պետք է գլխավորեն այս շարժումը։ Ունենք կառավարող կուսակցություն եւ ունենք եւս 70 ոչ կառավարող կուսակցություններ։ Շատ հարգված, քիչ հարգված, պետք է գլխավորեն, սա աքսիոմա է։ Ու ես կարծում եմ, որ դա կլինի։ Համոզված եմ, որ կլինի, որտեղ է ընտրազանգված է, որ մեր քաղաքացիներն են, սա շատ կարևոր է։ Սա թերագնահատել չի լինի, սա ինքնաբուխ է ու գրագետ երիտասարդության կողմից է արվում։ Ու ես շատ եմ ուզում, որ անպայման մենք մեր մամուլի էջերում սա նշենք, որ մեր երկրի վերակառուցումը եւ աշխարհի սկսվեց դրանից, էկոլոգիական շարժումից։ Այսինքն նման օրինակ մի բան եղավ, որը դառավ քաղաքական տնտեսական խնդիրները դառնում են սոցիալական, սոցիալականը վերաճում են քաղաքականի։ Ես նպատակ չունեմ քաղաքական վերափոխումների ու չեմ էլ զբաղվում, բայց սա չի կարելի չողջունել, անպայման պետք է ողջունել։ Իսկ այն շարժումը, որ դուք երիտասարդ եք ու չեք հիշի, դուք չեք էլ ծնված այն ժամանակ, էկոլոգիական շարժման անվան տակ տգետները ու այն մարդիկ, որոնք դպրոց չեն գնացել, բարձրացեցին աղմուկ, դպրոց չեն գնացել, դպրոց գնացող մարդը երբեք չի ասի, փակել նայրիտը, փակել ատոմակայանը, փակել պղնձաձուլարանը, փակել բիոտեխնոլոգիայի գործարանը։ Ու մեզ ընկղմեցին քարե դար, մենք ապրեցինք մոմիտակ 5 տարի, քարե դար, ու հիմա չեն դադարել, նորից նույնը ասում են, այն մարդիկ, որոնք դպրոց չեն գնացել, նորից միայն փակելն է մտքներին, փակել թեղուտը, փակել հիդրոկայանը, փակել փոքր հիդրոկայանը, փակել, իսկ այս երիտասարդները գրագետ են, նրանք գիտեն ինչ են ասում, ու մենք պետք է պաշտպանենք ու դա ոչ միայն պաշտպանենք, այլ համալրենք, ու դա պետք է զարգանա, սա քաղաքակիրթ ձև է, ի տարբերություն մյուսներին, ի տարբերություն ես իմ թվարկածի, եւ ես կատեգորիկ դեմ եմ, կարծում եմ, որ մենք նույն կերպ ենք մտածում, հեղափոխական երևույթներին ես դեմ եմ, բայց սա հեղափոխություն չէ, սա քաղաքակիրթ, սա հեղափոխություն չէ, սա քաղաքակիրթ, սահմանադրական երևույթներ, ես հրճվում եմ, որ երիտասարդների ակտիվությունը չի սպառվում, իսկ ոստիկանությունը կողքով գնում է ու պաշտպանում է իրենց իրավունքը, ամեն ինչ նորմալ է գնում։ Այս դեպքում եւս մի հարց կներկայացնեմ, այդ դեպքում ինչ տրամաբանությամբ կբացատրեք ֆիքսված 150 դրամ սակագինը, որովհետեւ եթե գնանք 60 տրամաբանությամբ, հայ եթե 10%-ով գնաճ է արձանագրվել գազի հարցում, ապա թող բարձրանա տրանսպորտի գինը 18 դրամով, իսկ քանի որ դա անհնար չէ, գոնե 20 դրամով ու այն 2%-ը արդեն թող լուսանց գնար։ Ես հասկացա, դուք ճիշտ եք, ձեր հարցի մեջ հենց պատասխանն էլ կա։ Այո, այդպես էլ պետք է արվեր։ Հենց այդպես էլ պետք է արվեր։ Որ պետք է կանգնենք մեր երիտասարդության կողքին, այո, այդ դեպքում հենց օրինակ կոնկրետ ձեր կազմակերպությունը ինչպես է կանգնում երիտասարդների կողքին, ինչպես է սարդար լինում նրանց այս հարցում։ Կոնկրետ քայլեր կան, բացի խոսքից, կոնկրետ քայլեր։ Ոնց, եթե ես առաջարկում եմ ստեղծել բաժնետիրական ընկերություն, ու ինձ են նշանակել այդ բաժնետիրական ընկերության ղեկավար։ Եթե ես մասնակցում եմ ցույցերին, 100 անգամ, տարիներ շարունակ, բոլոր քաղաքապետներին, բոլոր չէ, վերջի 7-8 տարվա, վերջի եւ նախարարություններին, եւ հանրային խորհրդում, մեր հնարավորությունները սրանք են։ Ու դա միակը չի առաջարկություններից։
շատ առաջարկություններ կա։ Այլ առաջարկություններ էլ կա, դե եւ մասնակցում ենք ինչքան որ հնարավոր է, ֆիզիկապես էլ ենք մասնակցում։ Վերաբերում է գազին, եթե դուք նկատում եք, որ մեքենան լիցքավորել եք, եւ ասենք լիցքավորման ավելի քիչ է հիշում սովորաբար, ասենք կամ գազը տակ է կամ օդ է խառնած։ Ասենք այլ վիճակային ստոցներ, որտեղ է համատարած է վիճակը այդպես, այսինքն ընդդիմություն չկա, եւ ասենք նույնը ապարտ ասենք ավտոդովերի հետ, բայստամասերի հետ, ասենք ընդդիմություն կա, թե ամենտեղ դինը նույն ուղղված դինն է։ Գազի լցականներ ասում տարբեր տեղեր ասենք Կա հնարավորություն գնի գնաք էժան տեղը, նորմալ տեղը, որ միտեղ շատ են լցնում, միտեղ քիչ են լցնում։ Բնական։ Երևանում 3 հատ կալոնկա կա, օրինակ տես լիցքական կա, որ մեծամասնությունը տեղից աշխատում են խուսափեն եւ չօգտվել։ Բնական է, մեծ տարբերություն կա եւ դա էլ է զարմանում։ Հիմա նայեք մենք պնդում ենք, որ սակագները պաշտպանվի, ինչի տարիֆ չկա, ինչի ընդհանուր բան չկա, բայց չենք նայում, ես մի քիչ հետ առնադարձա, որ վարորդը չի կարող տակից դուրս գա։ Գնում մի լիցքակայան է, տվյալ լիցքակայանով վարում է 100 կիլոմետր։ Տեսնում է, որ այո, մյուսի դեպքում 80 այո, եւ չավելի քիչ։ Եվ զարմանում ես, ոնց թե արդեն իր գումարը իր պլանի մեջ չտեղավորված։ Ամեն մի կանգնելուց էլ ժամուկես տևում է լիցքակայան։ Կես ժամից, եթե հերթ եղավ ժամուկես, եթե հերթ չեղավ լիցքակայանը, կես ժամ տևում է։ 2-3 մեքենայի հերթում որ լինես, 35-45 րոպե է տևում։ Իսկ ուրիշ տեղ որ գնա, այդքան էլ կծախսի ճանապարհը, չէ։ Եթե դեժան տեղի կա, մեղրիում է, ինչ անես մարդը։ Օրինակ մի մասը գնում է Մասիս, ասում է Մասիսում լավ է լիցքավորում։ Գնում հասնում է Մասիս, հետո գալիս։ Ծախսել եւ ժամանակ եւ բարդ։ Նշված գներով տեղավորվել հնարավոր չի։ Իսկ ներկայումս, քանի որ ժողովրդի որոշակի զանգված է, հրաժարվում է վճարել 150 դրամ ֆիքսված սակագինը։ Արդյոք ձեզ այն պահանջում են վճարել բացրացված պլանով։ Ինքը տաքսու վարորդ է, երթուղային միջին։ Բայց նրանց տեղը կասել, որ ես էլ եմ հələ որ չեմ բարդատում։ Բայց եկեք ֆիքսել, հիմա պլանը ընդհանրապես պետք է հանվի վառապաշարից։ Պլան իրավունք չունեն բարդադրել, աշխատավարձով պետք է աշխատեն այդ վարորդները։ Վերջերս կան ասում, պետք է գնա այդ աշխատանքի տեսությունը վերահսկի։ Նրանք ընդունված են աշխատավարձով աշխատանքի։ Ճիշտ է, ֆիքսի ընդ գրած է 70,000 չեն էլ ստանում էդի, բայց նորմալ թե պայմանագիր կազմեն 150-ա թե 170,000 աշխատավարձ տան ու ոչ մի պլան։ Այդ որ ասում են թե բա ինչ իմանանք վարորդը ամբողջ գումարը հավաքած կբերի թե չէ։ Այսօր այդ կամելան կոպեկներ արժի։ Դուք մի հատ կասկածում եք, դու մի հատ կամելա կախեն ավտոբուսում ու վեշ, հարցը փակվեց։ Ինչ։ Հարցը քնքեն, համեցեք։ Հայ իհարկե ուրիշ տեղ որտեղ տեսեք պլան, վարորդը տանի պլան։ Ամփոփող որպես բառը, որ այս բոլոր խոսակցություններից, հա, այս ինֆորմացիոն բաների ես չեմ հասկանում, հիմա ինչա կատարվում։ Մեկը ասում է, որ գազի գնի թանկացման է բարձրացել, բայց Ճիշտ է։ Ոչ միայն գազի, ոչ միայն մասամբ։ Ամեն ինչն է թանկացել, մենք մինչև այժմ աշխատել ենք վնասով, այլևս չենք դիմանում եւ բարձրացնում ենք գները։ Մի պաշտոնյա ասում է, որ այդ 50 դրամ բարձրացումից կեսը գնում է վարորդին, կես գնում է գծատիրոջը։ Կարևոր չի, կարևոր չի։ Որ դա այդպես չի, նրանք 147 դրամ ոնց որ աշխատանք են տանում, այն 3 դրամն է իրենց մնում, հիմա ես ուզում հասկանալ, որտեղ է ճշմարտությունը, որքան է իրականում ծախսվում մեկ ուղևոր փոխադրելու համար ու տարբեր գծերի մոտ ինքնարժեքը տարբեր, մեկի մոտ 120 կլինի, մյուսի մոտ 130, մյուսի մոտ 140, բայց փաստը նա է, որ իրոք 100 դրամի մեջ, եթե թողեն այսօր 100 դրամի, այդ կազմակերպությունները կսնանկանան ու մի տարի, 2 տարի հետո մենք չենք ունենա փոխադրել։ Դա ճշմարտություն է, բայց նաև ճշմարտություն է, որ ժողովրդի եկամուտները չեն ավելացել եւ ժողովուրդը 100-ից ավել չի կարող վճարի։ Այստեղ ուրիշ լուծում է պետք է հենց դրա համար եմ ասում նախարարի կառավարչական հմտությունը դե պետք է երևա որ ոնց որ ասում են Բերլինում, Փարիզում, շատ ու շատ երկրներում ստեղծվեր այդ բաժնետիրական ընկերություն, որ հնարավորություն կունենար երկու բառով ասած ազդել ինքնարժեքի վրա, ցածրացնել ինքնարժեքը, որպեսզի տեղավորվեին այդ 100 դրամի մեջ, կա այդ հնարավորությունը։ Պարոն Դոստորյան, ես ուղղակի ձեր ասացի վրա տարբեր կազմակերպություններ եւ մարդիկ պնդում են, որ հաշվարկները այնքան էլ ճիշտ չեն։ Դուք վստահաբար պնդում եք, որ 100 դրամի մեջ իրոք չեն տեղավորվում։ Մենակ յուղը իրոք 1000 դրամից դարձել է 2300 թե 2400 դրամ։ Մենակ յուղը 120-130%։ Տոկոսային մասը էլ է այդ ամբողջ փոխադրման մեկ մարդու մեջ
Խնդիրը գիտեք ինչն է։ Նայեք, յուղը ավտոպայստամա եւ գիտեք ինչ են իմիջիալուց թանկացել, դա ասեմ։ Առաջ Տամոժնյան շրջանցում բերում էին կարողանում էին էժան ծախեին, այդ յուղը եւ պահեստամասերը նայեք։ Այսօր դժվարացել է շրջանցել այդ Տամոժնյան, Պոշլինան մուծում են, դրա համար թանկացել է, յուղի վրա նաեւ ակցիզն է ավելացել։ Այդ է ամբողջ բանը։ Թե չէ ես իմ ոչ գործարանում այդքան այդ պահեստամասը այդ չափի թանկացել, ոչ ստեղ ուղղակի առաջ լևի էին բերում, հիմա լևի բերելը դժվարացել է, դրա համար թանկացել է։ Որ այդ հաշվարկն կներեք ինձ Չէ կարող որ ներկայացված թվերը չեն հնում պատասխանում 15 ուղևոր չեն տեղափոխում Այդտեղ համաձայն եմ ձեր հետ։ ծառայաբեռնված երթևեկությունը, որի ընթացքում Լավ, այդտեղ համաձայն եմ։ այդ գումարը դուրս է գալիս նույնիսկ գեշա Նաև իրանք տոկոսներն էին վարկի մցրել մեջը, լավ, գրել էին 143 դրամ, ասենք քաղաքապետ, թող 143 չլինի, 110 եմ ասում թող լինի։ Եղավ որ մի բաներ ոչ 90 էլի, այս այդ հաշիվներն եմ ուզում հասկանալ։ Ուղղակի որ նայում ենք այդ թանկացումները, իրոք քանի տոկոսներ են այդ նույն պահեստամասը։ Բայց չեմ հիշում հիմա ինձ եթե լրագրողները կուշեն, բայց այդպեսի թվեր են հրապարակվել տարբեր քաղաքական ուժերի կողմից, որ իրանց ուսումնասիրությունների արդյունքում երևում է, որ այսօրվա ուղևորա փոխադրումը կարող է ունենալ 70-ից 90-ի Լավ, դրա լույս բանը ճշտելը շատ հեշտ է, չէ՞։ Կան ցանկացողներ, որ կարան 100 դրամով փոխադրեն։ Ձեր ասացի պես մի քիչ առաջ դուք եք ասում։ Հայտարարում ենք կոնկուրս, ով է պատրաստ գալ 100 դրամով փոխադրել։ Խնդրեմ եկեք։ Խնդրեմ, ես չեմ եկողներ թաքուբիր ելնեն թե չէ, կարող է չլինեն։ Իրոք Անգամ եթե 1-2 Բայց ես չեմ ասում թե պետքա թանկացվի, ես ասում եմ ուրիշ լուծում։ Խնդրեմ եկեք քաղաքապետարանին ասենք, հայտարարեք նոր ընտրություն, տենանք ով է գալիս տեղափոխ։ Եվ որտեղ մենակ գազը չի ասում ինքան։ Մնացած ավելի շատ են, քան թե գազը հաստատ, էլի, հաստատ։ Դա հետևաբար իրոք եկեք պարտադրենք, թող քաղաքապետարանը հայտարարի նոր կոնկուրս։ Միգուցե գտնվել որ հասարակական կազմակերպությունները իրենց ձեր կազմակերպության Ուրեմն կարող ենք վերցնել կոնկրետ եւ հաշվարկել։ տանեին այդ հաշվարկները եւ ասեին այսպես է հաշվարկները։ Մենք ձեզ ավելի ենք վստահում, քան քաղաքապետարանին կամ այդ կազմակերպությունները։ Օրինակ անհատ վարորդը շատ քչերը, շատ էր, այսինքն ի վիճակի չէ, որ ամենչապես 4 սաատ անվադող վերցնեն ենթադրենք ձմեռայինի համար, որտեղ դա մեծ գումար է, ինքը այդքան չի աշխատում, այդքան չի կարող հետքացի։ Քան գա դա։ Դե հենց է դա։ Ճիշտ է, շատ անգամ վարորդի վրա Վարորդը հետ տվեց, չնկատեց, կոպա միտեղ ապակին ջարդվեց, ասեց դու ասում ու ես վճարում, մի մտազան մեքենա է, պետք է առնես դնես վրա։ Եվ ստացվում որ վարորդը անվճար այդ ֆիրմայի համար աշխատում է։ Այսինքն հակառակը գուցե վարորդը վարձակալում է այդ ավտոները ընդհանրապես, որտեղ եթե ապան վարորդն է անում, բոլոր ծախսերը վարորդն է։ Իրանից քիչ-քիչ պահում են։ Վարորդն է անում եւ մուծում է կատարում միայն։ Էլի վարորդը, հարկերը։ Ռացիայի համար ես գիտեմ դուք վարորդը փող եք տալիս, չէ՞։ Այսինքն դուք ամեն ինչի համար փող եք տալիս, ստացվում է դուք մեքենան վարձակալում եք։ Ստացվում է իրանց համար ես աշխատում։